Պարոն Վարդևանյան, իբրև նախաբան, անցնող մի քանի տարիներին ամեն առավոտ արթնանալիս ես ամոթով եմ արթնանում ու կարծում եմ շատ մեր հայրենակիցներ։ Ամոթով այն գիտակցությունից, որ մենք կորցրել ենք մեր հպարտության աղբյուր Արցախը։ Ամեն անգամ գեղարքունիք գնալիս ամոթով եմ ապրում, երբ որ նկատում եմ, տեսնում եմ, որ այլևս չկան մեր զինված ուժերի, նաև իմ եղբոր պահած ու կահավորված մարտական դիրքերը։ Ամոթով եմ ապրում, երբ որ կապան գնալուց առաջինը դեմս դուրս է գալիս Ադրբեջանի դրոշը, երբ որ գնում ես ներքին հանդ ու հասկանում ես, որ գյուղը կիսված է։ Ամոթ էի ապրում անցած տարի սեպտեմբեր 13-ին, երբ որ Զինուշ ծրագիրը եթեր մտավ ու չարձանագրեց, որ 22 թվականին այդ օրը զոհվել է զինված ուժերի 264 զինծառայող։ Ամոթով եմ ապրում, երբ որ գնում էի ԱԱԾ սրբազաններին այցելության, 3 սրբազան նստած էին այն խցում, որտեղ ես տարիներ առաջ 90-ականներին նստած է ու կյանքում չէի մտածի, որ այդտեղ կարող է սրբազան հայտնվել։ Ամոթով եմ ապրում, որ գիտակցում եմ վաղը ամենայն հայոց կաթողիկոսի և սրբազանների դատավարությունն է լինելու։ Իդեպ 37-ին 3 մեր սրբազաններ ԿԳԲ-ում նստած են, 37-ին բռնադատված են եղել 3 սրբազան։ Եվ վերջապես անցնող 5 օրերին ազգային ժողովի դալիճ մտնելից ամոթ եմ ապրում, որ տեսնում եմ, որ իմ ընկեր, մեր ընկեր Արթուր Սարգսյանը ազգային ժողովի պատգամավոր հպարտ սյունեցի այս դալիճում նստած չէ։ Խնդրում եմ, որպես Արթուրի նաև նախկինում արդեն, շահերի պաշտպան, կարող եք բացատրել, դատարանը ոնց չթողեց, որ Արթուր Սարգսյանը մեզ հետ միասին մասնակցի ազգային ժողովի նիստերի։ Պարոն Մանուկյան, ձեր նախաբանը այնպիսին էր, որից հետո դժվար է անդրադառնալ իմ ընկերոջ Արթուրի Սարգսյան խափանման միջոցի հարցին, բայց ավելի դժվար է լինում արձագանքելը հատկապես ձեզ, որովհետև ես հիշում եմ ինչպես 2022 թվականին հրաշք Ստեփանակերտում ես առաջին անգամ հանդիպեցի ձեր եղբորը, ով ներկայումս Բաքվի բանտում է գտնվում մեր այլ հայրենակիցների հետ միասին և ազատություն են մաղթում ռազմագերիներին, որոնք գտնվում են Բաքվում։ Ես Արթուր Սարգսյանի վերաբերյալ կարող եմ պարզապես նշել, որ դատարանի իբրև պատճառաբանումը եղել է այն, թե իբր Արթուր Սարգսյանը ինչպես եղել է 8-րդ գումարման պատգամավոր, այդպես էլ 9-րդ գումարման պատգամավոր է, հետևաբար վերջինիս ազատ արձակելու անհրաժեշտություն առկա չէ, չնայած սահմանադրական դատարանի որոշմամբ ուղիղ արձանագրվել է, որ պատգամավորի անձնական ազատության անձեռնմխելիության երաշխիքները պետք է լինեն անսակարկելի։ Այն վերաբերում է բացառապես ազգային ժողով գլխավոր դատախազ հարաբերությանը։ Բայց Հայաստանի Հանրապետությունում կա դատավոր, որը այդպես մեկնաբանելը համարեց իզուր։ Եվ ինքը որոշեց, որ կարող է այս գումարման ազգային ժողովի մեկ պատգամավորի պարզապես թույլ չտալ, որ գա մասնակցի նիստերին։ Իդեպ Արթուրը Սարգսյան տնային կալանքի պայմաններում է գտնվում 2025 թվականի դեկտեմբերից, մինչև այդ եղել է կալանավորված Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում և նույն դատական նիստին առաջին և հաջորդող, երբ ներկայացնում էինք, որ տնային կալանք կիրառելու դեպքում փուլ չի գա արդարադատությունը, բոլորը համառորեն պնդում էին, որ ոչ, Արթուր Սարգսյանը եթե կալանքից զատ որևէ այլ խափանման միջոցի պայմաններում լինի, սաղ գործը քանդվում։ Հիմա սա քաղաքական հետապնդում չի, բաղադրիչն եմ ասում, այս կալանք, տնային կալանք փոխադրման։ Լավ, սա քաղաքական հետապնդում չի, որ ստացվում է անիմաստ տեղը, առանց որևէ անհրաժեշտության մարդուն կալանավորում են։ Գիտեք, որ դեպքում կլինի, որ օրինակ այսին պնդմանը դուք հակառակ փաստարկը կբերեք, որ օրինակ անձի նկատմամբ կիրառված լինի տնային կալանք,
հետո միջնորդած լինեն կալանք կիրառելու։ Այս խափաման միջոցի տարբերությունը, որ պատկերացնեք։ Դատավոր Ֆարխոյանը գտել է, որ Արթուր Սարգսյանը պետք է չգա, ինչի համար չգիտեմ։ Օրենքից դուրս։ Պնդումը կատարում եմ։ Արձագանք։ Վարդանյանի դեպ մի 40 րոպե առաջ Բաքվի վերաքննիչ դատարանը ամփոփ է թողել բոլոր գերիների պատիժները, այդ թվում ցմահ պատիժները։ Շարունակելով միտքս, ես ամոթով եմ ապրում, որտեղ գիտակցում եմ, հասկանում եմ, որ անզոր եմ, որ մեր նախկին գործընկերուհի Արեգնազ Մանուկյանը այսօր ապօրինի գտնվում է կալանքի տակ ու երեխուն չի հանդիպում։ Քանի որ բանտից ասեցի, գիտեք, հետս մի կալանավոր կար, որը սպանության փորձի համար էր նստած, կրթական ցենզով էլ այդքան բարձր չէր, Կավկայի դատավարությունը խնդրեց կարդա, դժվարությամբ կարդաց, բրտավ ասեց մորս սարե, ոնց որ ձեր Հրանտ Մարգարյանի դատը լինի։ Կավկայի դատավարության վերջին խոսքերն են, երբ որ Յոզեֆին գնդակահարում են, ասում են արդարությունը պետք է ապրի նաև նրանից հետո։ Շարունակելով Արթուր Սարգսյանի հարցը, քանի որ ինքը իր վիճակի չի հնարություն չունի այս ամբիոնից պարզաբանելու, որ շինծու էին են մեղադրանքները, որով այստեղի պատգամավորների շատերը թույլ տվեցին, որ նրան կալանավորեն։ Կարող եք դուք ներկայացնել, թե այդ փուչիկը ոնց պայթեց։ Իրավիճակը շատ պարզ էր։ Ի սկզբանե հրապարակվել էին ձայնագրություններ, որոնք կոնտեքստից կտրված էին, դա մի նոր մարտավարություն է, որը իրականացվում է, դրա այլ օրինակներ կան նաև վերջին ժամանակաշրջանում, եւ ամենակարևորը Հայաստանի Հանրապետությունում այդ օրինակից մինչև այլ օրինակների կարող ենք անդրադառնալ, կա իրական անարգանք անմեղության կանխավարկածի նկատմամբ։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում ցանկացած քրեական գործով անցնող մեղադրվող անձը բացարձակապես անմեղ է, բացառապես անմեղ է։ Մինչև հակառակը չի ապացուցվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ես վերջին օրերին տեսա ինչպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցչի, մերձավոր ազգականի կամ այլ անդամի հետ կապված դեպքի վերաբերյալ բոլորը պնդում էին անմեղության կանխավարկածը հարգեք։ Բոլոր դեպքերում հարգեք։